քանդակությունը փոխեք, հարգելի պարոն Սուքիասյան, խնդրում ենք վերանորոգումից հետո տրամադրել տաղավարները Ռոսիայի անհատ ձեռներեցներին։ Եթե չէ, կամ տվեք խելամիտ ժամկետ տոնավաճառը ազատելու համար։ Այսինքն, եթե նա չի լինում, ինչ ենք անում։ Եթե մարդ ասում է, ես էսի վերանորոգում եմ, սարքեմ սպորտզալ, ինչ է ալնում։ Ոնց եք անում։ Այդ խելամիտ ժամկետը իրանց հետ են քննարկելու։ Ես թե կարամ ավելացնեմ մի տարի, 2 տարի, բայց էդի կապ չունի, էլի, ավելի ճիշտ դիումի ձևը էսի է, դրանից հետո մենք կհանդիպենք իրանց, ավելի ճիշտ կքննարկենք ինչքան ժամանակում։ Սրա այդ համաձայն է ժողովուրդը։ Նայ, դիմումի մեջ չեն կարա հեքիաթային ինչ-որ արկածախնդիր բաներ գրենք, որովհետև դիմումի ձևը տենց չի։ Եթե սրա հետ համաձայն եք, ուղարկենք։ Մնացածը այդ 4-6 ամսից է, չգիտեմ, մի օրից է, իրանց հետ կքննարկենք, եթե կցանկանան մեզ տան, թոտան մեզ մենք աշխատացնենք, եթե չէ, չգիտեմ, ես արդեն ոնց կգեմ։ Դիմումի պատասխանը, եթե չի բավարարի մեզ, այս անգամ մենք մեր այս ցույցը կշարունակենք կառավարության մոտ, ոչ թե Ռոսիայում։ Այսինքն լսենք իրանց պատասխանը լսենք, նոր շարունակենք։ Համաձայն եք ժողովուրդ։ Հա, ես ինչ գրած եմ էդի կարող։ Եթե ուզում են վերանորոգեն, դու չես ուզում վերանորոգեն։ Եթե քո տեղը սիրուն բուծիկ են ուզում սարքեն, տանք ես քո 10 քառակուսին համաձայն չես։ Այս դիմումը Դոնար ջան, կարաս սրան կարաս կցես ստորագրությունները, ուղարկես սեփականատերին։ Հիմա էդի առանձին որոշենք, եթե ժողովուրդը ուզում աշխատի, ու աշխատի, եթե ասեք չաշխատի։ Ռոսիա տոնավաճառի ամբողջ անհատ ձեռներեցների, բանվորների և մաքրուհիների կողմից դիմում խնդրանք տոնավաճառի գլխավոր սեփականատեր Խաչատուր Սուքիասյանին և Էդվարդ Սուքիասյանին։ Դիմում խնդրանք, հարգելի պարոն Սուքիասյաններ, խնդրում ենք վերանորոգումից հետո տրամադրել տաղավարները անհատ ձեռներեցներին կամ տվեք խելամիտ ժամկետ տոնավաճառը ազատելու համար։ 24 նյուզեմի հարգելի հետևորդներ, դուք լսեցիք տոնավաճառի աշխատակիցը ներկայացրեց իրենց դիմումը ուղղված Խաչատուր Սուքիասյանին և Էդվարդ Սուքիասյանին, որ վերանորոգումից հետո իրենց կետերը վերադարձնեն իրենց կամ տան ողջամիտ ժամկետ։ Իմ երկրի քաղաքացին իմ փողը մնա իմ երկրում, չէ որ մենք աշխատում ենք մանր բիզնեսը առաջ գնալու համար, մենք չենք աշխատում, որ խոշորը ավելի հարստանա, մանրն էլ ոտնատակ լինի։ Այսօր մենք երկիր ենք կառուցում, այսօր մենք բանակ ենք հզորացնում, այսօր մենք խաղաղություն ունենք, ինչի համար շնորհակալ ենք ներկա իշխանությանը։ Անձամբ ես սա իմ կարծիքը հայտնում եմ եւ շատ մարդկանց կողմից եմ սա ասում։ Այո, այսօր մենք շնորհակալ ենք ներկա իշխանությանը, որովհետեւ այսօր մենք ունենք խաղաղություն։ Այդ խաղաղությունը ամենակարևոր բանն է։ Այսօր մենք բավականին մեծ գործեր ունենք անելու, ինչը նախկինները քանդել են, այսօր մենք կառուցում ենք։